Տղամարդկանց մոտ կլիմաքս հասկացություն գոյություն չունի բժշկության մեջ, մենք ունենք մի փոքր այլ հասկացություն, կոչվում է անդրոգենային դեֆիցիտ։ Անդրոգենային դեֆիցիտը իրենից ենթադրում է տեստոստերոնի քանակի նվազումը արյան մեջ, ինչը իր հետ բերում է որոշակի երևույթների առաջացմանը, եթե խոսքը վերաբերվում է սեռական կյանքին, ապա սեռական ցանկության նվազում, էրեկցիայի որակի վատացում։ Սերմնաժայթման պրոցեսի վրա որպես այդպեսին չի անդրադառնում, հնարավոր է իհարկե որոշակի դեպքերում անդրոգենային դեֆիցիտի ֆոնի վրա սերմնաժայթման պրոցեսի դժվարություն։ Մյուս մասը եւ իրենք դա ոնց են զգում։ Ի տարբերություն կանանց, որտեղ շատ կտրուկ է այդ երևույթը, հա, դաշտանային ցիկլ, ամենամիս կրկնվող, հա, մի հատ նախակլիմակտերի շրջան ու սկսվեց կլիմաքսը։ Շատ sense հստակ սկսվեց կլիմաքսը եւ տղամարդկանց մոտ այդ անցումները շատ մեղմ են։ Տղամարդը կարող է նույնիսկ չզգա այդ անցումները շատ դեպքում։ Եվ եթե կանանց դեպքում մենք չունենք որևէ իրավիճակ, որ ասես կարող է չլինի կլիմաքս, չէ կլինի, բոլոր կանանց մոտ էլ լինում է կլիմաքս, բայց տղամարդիկ, շատ տղամարդիկ, ովքեր չունեն ավել քաշ, չունեն ուղեկցող հիվանդություններ, հատկապես շաքարային դիաբետ եւ այլն բան, այդ անցման փուլերը այնքան մեղմ են լինում, ինքը կարող է նույնիսկ իր վրա չզգա այդ ամեն ինչ, փոփոխությունները շատ մեղմ են լինում, բայց յուրաքանչյուր դեպքում պահանջվում է մոտեցում։ Շատերը մտածում են, ասում են, ովքեր երիտասարդ են 35-40 տարեկան են, ասում են դե հո 60-ում չեմ մտածելու սեքսի մասին, մտածելու են, բոլորն էլ մտածում են, բոլորն էլ կմտածեն դրա մասին, ուղղակի փոխվում են արժեքները, փոխվում են արժեհամակարգերը, փոխվում է սեքսի նկատմամբ վերաբերմունքը, փոխվում է սեքսի նկատմամբ մարդու պատկերացումները, պահանջարկն է փոխվում եւ յուրաքանչյուր տարիք պահանջում է համապատասխան մոտեցում եւ նպատակը կլինի բնականաբար սեքսի որակի լավացում։